մի բժիշկի ում հենց ինքը հիվանդացել էր ու իր հիվանդությունը ախտորոշվել էր, ինքը քիչ-քիչ պարալիզանում էր, անշարժանում էր։ Ու գնալով օրորի շաբաթ ինքը անշարժանում էր։ Գիտեք ինքն ինչ է անում, սա գիրքը կա, ամեն ինչը կա սրա մասին, ինքը վերցնում է իր պալատը, որտեղ որ ինքը արդեն պարկելու է, նախորոք կոմեդիա ֆիլմերով լցնում է, DVD-ն վիդեոն դնում է ու բոլոր իրանց այդ քույրերին, իր տան անդամներին ասում է. ինչքան էլ ես պարալիզացված լինեմ, ինչքան էլ ես անշարժացած լինեմ, այս կոմեդիա ֆիլմերը հերթով կփոխեք։ Հերթով կդնեք ու կփոխեք, եթե անգամ չկարանամ էլ ասեմ, դուք հերթով կփոխեք։ Ու ինչա կատարվում, ինքը գնալով անշարժանալ, այդ որ անշարժանում արդեն քարանում է, չի կարող շարժվի, ու ասում է անցնում է մի քանի օր ժամանակ, սկսում է նորից մարմինը աշխատել, հետ աշխատել։ Նորից ոտքի մատերը, նորից ձեռքի մատերը ու գնալով նորից վերականգնվում ու ինքը գիրքա լրիվ առողջանում է, ինքը գիրքա գրում ուրախության զորությունը։ Մարդը ուրախության միջոցով սա լրիվ աշխարհային վկայություն է սրելիս։ Մարդը գիրքա գրում ուրախության զորությունը կոմեդիա կինոներ նայելով իր մեջ ուրախությունը բարձրացնելով, պարկը պատկերացնես անշարժացել է, ներսը միտքը ծիծաղել է, հոգին ցնծացել է կոմեդիաներ, ոչ չի կարացել շարժվի, բայց հենց դա իրան բերել է, մարմինը իմունիտետը բարձրացել է։ Ու այսօր ես ուզում քեզ ասեմ, եթե Աստված մարդուն ստեղծել է այսպիսին, որ մարդը այսքան մեծ ուժ ու զորություն ունի իր ներսում, այսօր սելիս մենք պետք է իմանանք, տեղեկացված լինենք, ոնց կարողանանք այդ ներուժը, որ Աստված մեզ տվել է, ճիշտ օգտագործենք, որ նա ոչ թե մեզ վնասի, այլ դա ծառայի ի օգուտ մեզ Հիսուսի անունով։